Քննելու իրավիճակը ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովը հաստատեց։ Մրցունակ, նոր որակի ազգային պետության կառուցումը և հայկական ինքնության պահպանումը Հայ հեղափոխական դաշնակցությունը հռչակում է ռազմավարական նպատակ և հայտարարում է պայքարի վճռական հանգրվանի մասին։ 4 տարի անց Դաշնակցությունը բյուրոյի նոր կազմ է ընտրել ու նախանշել առաջիկա 4 տարվա անելիքները։ Անելիքներից ամենակարևորն են առանձնացրել ու երկուշաբթի բարձրաձայնել հրավիրված մամուլի ասուլիսում։ Բայց նախքան դա Բաքվում ապօրինաբար գերի պահվող Դավիթ Իշխանյանի մասին նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Ընդհանուր ժողովը առանձին որոշում է կայացրել եւ որոշումը հետեւյալն է, որ Դավիթ Իշխանյանը պահպանում է իր անդամության կարգավիճակը բյուրոյի մեջ եւ մեր ընկերը երբ ազատության մեջ լինի վերադառնա նա պետքա համալրի բյուրոյի կազմը այսինքն դա միաձայնությամբ որոշված մինչև անգամ նոր բյուրոյի ընտրության հարցի օրակարգ մտնելը այս հարցը միաձայնությամբ որոշված է Դավիթ Իշխանյանը պահպանում է բյուրոյի անդամի իր կարգավիճակը։ ՀՅԴ նոր բյուրոն հայրենիքի փրկության մեկ ճանապարհ է նախանշել, այն է շտապ իշխանափոխություն, դրան հասնելու ձևն ու ճանապարհը հստակեցրել են, բայց լրագրողներն այդուամենայնիվ հարցեր ունեն։ Ամեն մեկը պատրաստ չի այսօր այն վճռականությամբ մտնի փողոց, որ գիտի վաղը գնալու է հետապնդվելու է, բանտարկվելու է եւ այլ, բայց մեր կառույցը այն ներկայություն ունի այդ տարածքում, որ մեր ընկերների մի մասի մի ոտը բանտում է, մյուս ոտը փողոցում է, բայց դրանից ոչ ոք չի ընկճվել, ընդհակառակն ավելի են ամրացել, անուններ դզից լավ գիտեք, հերթով կարող եք տալ, այսինքն այդ ձևի կազմակերպված վճռական մեզ անհրաժեշտ է մասնակցություն, որ հակակշռելի լինի այդ ուժերը, այսինքն բիրտ ուժի դեմ այսօր կիրառվող հակաօրինական բիրտ ուժի դեմ մինչև վերջ պատրաստ կանգնած մի անհրաժեշտ քանակություն է անհրաժեշտ։ Սա շատ կարևոր է, որպեսզի մենք լավ հասկանանք։ Այդ կազմակերպելու խնդիր ունենք։ Համախմբվելու խնդիր ունեն ընդդիմադիրները ու դա չեն հերքում դաշնակցականները։ Հակասություններ միշտ կան, ասում է Արմեն Ռուստամյանը։ Տարբեր քաղաքական ուժեր են ու յուրաքանչյուրն իր պատկերացումն ունի։ Այն ինչ որ ասեցի շատ հստակ է։ Օրակարգ ենք առաջարկում։ Այդ օրակարգի շուրջ համախմբման պատրաստակամություն ենք հայտնել եւ պատրաստ ենք դա իրականացնել ցանկացած որևէ մի քաղաքական ուժի հարմար ձևով կամ ցանկությամբ։ Եվ մենք պատրաստ ենք բոլորի հետ նստել այս հարցերի հետ խոսել, բայց խոսել առարկայական այն խնդիրների շուրջ, որոնք իրական այլընտրանք կարող են ներկայացնել մեր ժողովրդին եւ նաեւ միասին կարողանանք համախմբված մի կողմ դնելով այդ տարաձայնություններ առաջ գնալ։ Թե չէ տարաձայնությունները շատ են, բայց միավորողը մեկը պետք է լինի։ Այս իշխանությունների հեռացումը։ Խոսելով Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ՀՅԴ բյուրոյի նորընտիր ներկայացուցիչն ասել է, որ պետք է վերականգնել կապերն այն երկրների հետ, որոնց շահերից է բխում հայկական կենսունակ պետության գոյությունը։ Առաջինը Ռուսաստանն է, որի հետ պետք է ամրապնդել ռազմավարական դաշնակցային հարաբերությունները։ Իրանի հետ պետք է կնքել անհապաղ ռազմաքաղաքական դաշինք։ Այն տրամաբանությամբ, որ եթե հարձակում լինի որևէ մի երկրի վրա, նշանակում հարձակում տվյալ երկրի վրա, եւ պաշտպանության հարցը դառնա երկկողմանի իսկապես երաշխավորված։ Եվ Սփյուռքի հիմնահարցեր, գաղտնիք չէ, որ միջին արևելքն այժմ ճգնաժամային օրեր է ապրում։ Այդ փոփոխություններն իրենց անմիջական ազդեցությունն են ունենում տեղի հայկական համայնքների վրա, ասում է ՀՅԴ նորընտիր բյուրոյի անդամ Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին։ Հստակ անորոշություն կա ամեն իմաստով, կարելի չէ ոչ մեկ վայրկյան րոպե երևակայել, որ Սուրիո այսօրվա իշխանությունները եւ իրենց իշխանության հասնելը վերջնական վիճակն է, հստակ փոփոխություններով ենթակա է հասկացությունը։
Սիրիայում անպատժելիության սկզբունքն է կիրառվում, ընդգծում է Հակոբ Բագրատունին ու հավելում. Իսրայելն իր անմիջական միջամտությունն է կատարում Սիրիայում։ Այս ընդհանուր իրավիճակում սփյուռքահայությունը հատկապես պետք է հայության ներկայության եւ պաշտպանության խնդիրն արծարծի։ Տեղական մարմինները, դաշնակցության կառույցները, ազգային տարբեր հաստատությունները եկեղեցին իրենց առավելագույն ճիգն են գործադրում հայ համայնքի թե ֆիզիկական գոյության, Լիբանանում եւ Սիրիայում թե տնտեսական բեռը թեթևացնելու իմաստով։ Նանե Հայրապետյան, Գառնիկ Նահապետյան, ABC Media։